Համաշխարհային շուկայում նավթի գինը $118 է։ Սա է վերջին 4 տարվա ռեկորդային բարձր ցուցանիշը։ BBC-ի հայտարարությամբ Իրանի եւ ԱՄՆ-Իսրայելի միջև պատերազմի էսկալացիան եւ Հորմուզի նեղուցով փոխադրումների խափանումը ազդում է վառելիքի գնի վրա։ Լրատվամիջոցների տեղեկությամբ Brent մագնիշի նավթի գինը աճել է գրեթե 24%-ով։ Համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 1/5-ը իրականացվում է հենց Հորմուզի նեղուցով։ Հակամարտության սկսվելուց հետո Իրանը փակել է նեղուցը, ինչը ամբողջ աշխարհում սպառողների եւ բիզնեսների համար գների աճ է առաջացրել։ Միաժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով նավթի գների կտրուկ աճը ինքն իրեն կկարգավորվի եւ դա գլոբալ անվտանգության համար փոքր գին է։ Պայթյունների ձայներ են լսվել Լիբանանում, հարավային Սիդոնում, պաղեստինցի փախստականների ճամբարի մոտ։ BBC-ի տեղեկությամբ Իսրայելը ճամբարին մոտ իրականացրել է 2 նոր հարված, տեղական ժամանակով 16:30-ին։ Վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչներ եւ Լիբանանի բանակի զինվոր։ Իսկ Լիբանանի սոցիալական պաշտպանության նախարարի տեղեկությամբ Լիբանանում ստիպողաբար տեղահանվածների թիվն արդեն գերազանցել է կես միլիոնը։ Ինչպես հայտնի է, Իսրայելը Լիբանանի հարավային մասում բնակվող բնակչությանը կոչ է արել լքել իրենց բնակավայրերը, պատճառը Հեզբոլլահի օբյեկտների ռմբակոծությունն է։ Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարությամբ վերջին 24 ժամվա ընթացքում նրանք Լիբանանի վրա իրականացրել են 100-ից ավելի օդային հարված։ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ պատերազմում հաջողության հասնելու համար գնալ այնքան հեռու, որքան անհրաժեշտ է, հայտարարել է պատերազմի քարտուղար Փիթ Հեքսեթը։ Նահանգները պայքարում են հաղթանակի համար եւ Իրանի կապիտուլյացիայի պայմանները կսահմանի Դոնալդ Թրամփը։ Իրանի ռազմածովային նավատորմը մեծամասամբ այլևս գոյություն չունի եւ կշարունակի կրճատվել, հայտարարում է Հեքսեթը։ Վաղը Իսրայել կժամանեն ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Այցը ծրագրվել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև առաջացած տարաձայնության ֆոնին, քանի որ Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի իրականացրած հարվածների վերաբերյալ դաշնակիցները տարբերվող դիրքորոշումներ ունեն։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Channel 12-ին հայտնել է, որ Իսրայելը Վաշինգտոնին նախապես տեղեկացրել է նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման ծրագրերի մասին, բայց չի նշել, որ հարվածները լինելու են այդքան մասշտաբային։ Պետական անվտանգության ծառայությունում հարցումները շարունակվում են։ Խոսքը վերաբերում է օտարերկրյա պետությանը թշնամական գործունեության օժանդակելու գործին։ Մի քանի ժամ պատասխանել է գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Նրա խոսքով հետաքննության բոլոր հարցերին տվել է պատասխաններ եւ տրամադրել իր տրամադրության տակ եղած ողջ տեղեկատվությունը։ Գեներալ-մայորը հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ Իրանի հնարավոր հարվածի օբյեկտ կարող է դառնալ նաեւ Բաքու-Ջեյհան նավթատարի Վրաստանի հատվածը, քանի որ դա ամենաանպաշտպան հատվածն է։ Գործը վերաբերում է տարբեր անձանց կողմից վերջին օրերին արված հայտարարություններին։ Արդեն հարցաքննվել են Թինա Խիդաշելին եւ Գեորգի Կանդելակին մագիստրատ դատավորի ներկայությամբ։ Քաղաքական գործիչները գնահատում են Իրանի եւ Վրաստանի մասին հրապարակային արված հայտարարության հիման վրա պետական անվտանգության ծառայության կողմից սկսված հետաքննությունը։ Ընդդիմությունը պետական անվտանգության ծառայության կողմից սկսված հետաքննությունն անվանում է քննադատական կարծիքը ճնշելու փորձ եւ քաղաքական ընդդիմախոսների հետապնդում։ Իսկ վրացական երազանքում ասում են, որ հարցաքննված անձանց հրապարակային հայտարարությունների խնդիրը պետությանը միտումնավոր վնաս հասցնելն է, որը քաղաքականորեն աջակցվում եւ ֆինանսավորվում է։ Նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացմանը նպաստելու մեղադրանքով ձերբակալել են 2 անձանց Վակե Սաբուրթալոյի եւ Գլդանի Նadzալադևիի գլխավոր բաժինների աշխատակիցները։ Անձնական խուզարկության արդյունքում մեղադրյալներից առգրավել են 49 փաթեթ ալֆա PFP եւ չորացված մարիխուանա, որոնք պատրաստված էին վաճառքի համար։ Այն նախատեսում է մինչեւ 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Նշվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Անցկացվում է 4-րդ միջազգային շաբաթը։ Բացման միջոցառմանը ներկա է գտնվել մոտ 200 հյուր, այդ թվում գործադիր եւ օրենսդիր իշխանության, պետական եւ մասնավոր հատվածների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ եւ ոլորտի փորձագետներ։ Նպատակն է ցույց տալ սպառողների իրավունքների պաշտպանության կարեւորությունը եւ այս ուղղությամբ բարձրացնել իրազեկվածությունը։ Շաբաթվա շրջանակներում հանդիպումները Վրաստանի տարբեր քաղաքներում կշարունակվեն մինչև մարտի 16-ը ներառյալ։
Ծաղրածուներ պրեմիերան Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում։ Մասնակցել են Թբիլիսիի օպերային թատրոնի մենակատարները, հրավիրված երգիչները, երգչախումբը և նվագախումբը Ֆիլիպպո Կոնտիի դիրիժորությամբ։ Հայտնի վրացի տենոր Իրակլի Կախիձեն հատուկ ժամանել է Գերմանիայից պրեմիերային ներկայացման ժամանակ Կանյոյի դերը կատարելու համար։ Վրացի դասական գրող Եկատերինե Գաբաշվիլիի ծնունդից անցել է 175 տարի։ Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի է ունեցել հոբելյանական երեկո։ Կազմակերպվել է կին նկարիչների աշխատանքների և Եկատերինե Գաբաշվիլիի գործունեությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես։ Երեկոյին վրացի կին գրողներին փոխանցվել են Եկատերինե Գաբաշվիլիի անվան մրցանակներ։